Բարոյ այսօր Հայաստանի քաղաքական կյանքը հայտնվել է մի փուլում, որտեղ առաջիկա խորհրդարանական համապետական ընտրությունները դիտարկվում են ոչ միայն ընտրական քաղաքական հարթության մեջ, այլև գոյաբանական պատերազմ թե խաղաղություն։ Այսօր իսկապես մեր ընտրությունը այս երկուսի միջև է պատերազմի եւ խաղաղության։ Թե սա քաղաքական գործիք է, որն օգտագործվում է ընտրողների հույսերի, վախերի, ապագայի ընկալումների վրա ներազդեցություն ունենալու համար։ Մի կողմից իշխանությունն է, որ ասում է խաղաղությունը անշրջը դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը ունենա հաղթանակ, ավելին ոչ միայն հաղթի այս ընտրություններում, այլև ունենա սահմանադրական մեծամասնություն։ Մյուս կողմում ընդդիմությունն է, որ ասում է, թե հենց այս իշխանության քաղաքականությունն է, որ բերելու է պատերազմ։ Այս ամենի համատեքստում որտեղ է ընտրողը, որտեղ է ընտրողի ազատ կամ արտահայտությունը, որն է ընտրողի ճիշտ ընտրությունը, եւ արդյոք մենք գնում ենք ընտրությունների որպես մի ժողովրդավարական գործընթաց, թե հարկադիր որոշման պարտադրանք։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ Ազգային ժողովի падգամավորի տեխնացու Վիլեն Գաբրիելյանն է։ Բարև ձեզ, պարոն Գաբրիելյան, վաղուց չենք հանդիպել։ Այո։ Այդ ընթացքում դուք падգամավոր էիք, հետո падգամավոր չէիք, հիմա նորից հավակնում եք դառնալ падգամավոր։ Կգանք, իհարկե ձեր այդ ուղեգծին էլ կգանք, բայց սկսենք այս օրին շատ քննարկվող հարցից պատերազմ թե խաղաղություն թեզը։ Սա Ես նշեցի թե կառավարող կուսակցությունը, ձեր կուսակցությունը ինչ է ասում, սա քաղաքական ուղերձ է ընտրողներին, թե իսկապես քաղաքական գործիք կամ շանտաժի միջոց։ Սա միանշանակ քաղաքական ուղերձ է ընտրողներին, այդ թվում նաև ելնելով նրանից, թե ես ու դուք հիմա դուրս գանք փողոց եւ մեր քաղաքացիներից հարցնենք առաջինը իրենք ինչ կուզեն, ես պնդում եմ, որ մեծամասնությունը միանշանակ պատասխանելու է խաղաղություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել է խաղաղություն, բայց այդ խաղաղությունը որպես այդպեսին ինքը որպեսի ավելի ինստիտուցիոնալ դառնա, դա երկարատև աշխատանք է իրանից ենթադրում եւ այդ տեսանկյունից այո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պնդում է, որ հունիսի 7-ից հետո պետք է մեծամասնություն ունենանք սահմանադրական, որպեսի կարողանանք խաղաղության գործընթացը այլ ավելի հաստատուն դարձնենք Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ խաղաղության գործընթացը իրենից առաջնային ենթադրում է բոլոր հարևանների հետ ունենալ բարեդրացիական հարաբերություններ առանց տարածքային պահանջների իրար հանդեպ։ Շատ լավ, ես համաձայն եմ, որ եթե մենք հիմա իրար հետ դուրս գանք փողոց եւ քաղաքացիներին հարցնենք, բոլորը կասեն, որ այո, խաղաղություն։ Դուք ասում եք խաղաղություն, ընդդիմությունն էլ ասում է խաղաղություն, բայց հարցս այլ բանի մասին է։ Ինչու է պետք որպեսի խաղաղության համար հենց դուք հաղթեք եւ հենց դուք ունենաք սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունն էլ է խոսում խաղաղության։ Դրա համար հատուկ շեշտեցի, որ մեր խաղաղության հիմքում ընկած է բոլոր հարևանների հետ բարեդրացիական հարաբերությունները եւ իրար հանդեպ տարածքային պահանջների բացառելը իրար տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում։ Արդյոք մեր քաղաքական հակառակորդները խաղաղություն ասելիս հասկանում են դա, ես իսկ հասկացում եմ, որ իրենք հասկանում են դա։ Բայց երեք ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ էր, թե այլ ֆորմատով էր, ասում են, որ մենք երբեք տարածքային պահանջներ չենք ներկայացրել։ Ընդդիմությունը դե այդ տեսանկյունից հասկանալի չէ, էլի, ներկայացրել են թե չեն ներկայացրել, որովհետև երբ որ դու խոսում ես Լեռնային Ղարաբաղի մասին, երբ որ դու խոսում ես Արարատի մասին, երբ որ դու խոսում ես Ջավախքի մասին, դա մեծ հարց է, էլի, արդյոք քո խոսքը ճիշտ է թե սխալ է։ Ես ինչքան որ հիշում եմ, միշտ խոսացել են դրա մասին։ Լավ։ Հիմա այսպեսի մի իրավիճակ։ Ընտրողը լսում է ձեզ, հավատում է ձեզ, ասում է ճիշտ է ասում քաղաքացիական պայմանագիրը, գնամ իրեն ընտրեմ։ Սա նշանակում է ընտրողի ազատ կամ արտահայտություն, թե ազդեցությամբ միանշանակ ազատ կամ արտահայտություն է քաղաքացիական պայմանագիրի ժամանակ, մեր կառավարման ժամանակ չի եղել եւ ես բացառում եմ, որ երբևիցե կլինի մի դեպք, երբ որ մենք ուզենանք ընտրողի ընտրական իրավունքի վրա ազդել, մենք քաղաքական օրակարգ ենք առաջարկում մեր հանրությունը որոշել է ընտրում է թե չի ընտրում։ Ամեն շատ պարզ է այդ տեսանկյունից, դա չի կարող լինել ազդեցություն։ Դա պարզ քաղաքական գործընթաց է, երբ որ դու քո ծրագիրը բերում ես, քո օրակարգը բերում ես, եւ ես ու դուք որոշում ենք ընտրելու ենք, մենք ընտրում ենք մենք այդ ծրագիրը, թե մենք ընտրում ենք այլ ծրագիր։ Բայց ինձ ասում եք ընտրի, եթե ոչ պատերազմ կլինի։
Չէ, մենք չենք ասում, եթե ոչ պատերազմ կլինի, մենք նախ եւ առաջ ասում ենք, երբ որ ընտրում ես մեզ, գնում ես խաղաղության ճանապարհով, գնում ես խաղաղությունը ավելի ամրապնդելու եւ եթե չես ընտրում մեզ, այդտեղ արդեն բացում ես պատերազմի դուռը, բացում ես որոշակի պատերազմը չի ուշանա, սեպտեմբերին կլինի։ Դե դրա հիմքը սեպտեմբերին կլինի, թե մյուս տարի կլինի, բայց դրա հիմքը հետեւյալն է, ներկայումս կա գործընթաց, առնվազն վերջին 2 տարի արդեն բավականին շոշափելի նյութական գործընթաց, այդ թվում տարբեր փաստաթղթերով ամրագրված, որ քաղաքացիական պայմանագիրը գնում է եւ վերջին 2 տարվա ընթացքում մենք փաստացի մեր հարևանների հետ խնդիրներ չենք ունեցել, մասնավորապես, եթե պարզ ասեմ, ասենք սահմանում զինվոր չի մահացել, եւ եթե դու փոխում ես այդ քաղաքական կուրսը, իսկ հարցը կայանում է նրանում, որ մեր քաղաքական հակառակորդները պետք է հստակեցնեն այդ գործընթացի մեջ որն է իրենց քաղաքական կուրսը, եւ հենց դա է միտումը մեր, որ մենք ասում ենք ներկայումս ունես արդեն հաստատված դու հիմա բոլոր միջազգային գործընկերների համար ընկալելի է, չէ՞, մենք ինչ քաղաքական օրակարգ ենք տանում։ Հիմա դու գնում ես այդ քաղաքական օրակարգով, թե դու գնում ես ինչ-որ անհասկանալի քաղաքական օրակարգով։ Կարծում եմ տեսանկյունից բավականին պարզ է։ Հիմա այսինքն իշխանության ձեզ ուղղված քննադատության մեջ, որ այս սա քաղաքական գործիք է, քաղաքական ճնշման գործիք է, քաղաքական շանտաժ է, ընտրողի կամքի վրա ազդելու միջոց է եւ այլն, սրանց մեջ որևէ հիմնավորվածություն չկա։ Քաղաքական իրականում եկեք sense մի հատ բան ասեմ, էլի, օրինակ քաղաքական շանտաժ բառակապակցության մեջ որոշակի վատ էլեմենտ կա, որտեղ այդտեղ շանտաժ բառը կա այնուամենայնիվ, բայց քաղաքական գործիք բառակապակցության մեջ ես որպես այդպեսի որովհետեւ վատ բան չեմ տեսնում իրականում, քաղաքական process-ը ինքը քիչ տենց բազմազան է, ինքը որոշակի առումով այդ թվում նաեւ մի ուրիշ բառ կա, շոու էլեմենտ պետք է պահպանի իր համար պարտադիր, առանց դրան չի լինում, էլի, որքան է որ քաղաքական գործընթացը այնուամենայնիվ լուրջ գործընթաց է եւ քաղաքական գործընթացները կապված են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի, ապրուստի, սոցիալական իրավիճակի հետ, բայց անգամ այդտեղ էլ որոշակի շոու էլեմենտ պետք է ունենաս եւ կարող ենք ասել որ այո, դա որոշակի առումով նաեւ քաղաքական գործիք է, բայց քաղաքական գործիքը հիմնված մեր օրակարգի վրա, մեր գաղափարների վրա, որոնցում մենք բացարձակապես ազնիվ ենք մենք հանրության հետ։ Ձեզ ուղղված մեղադրանքներում նաեւ դա կա, որ հենց ձեր քաղաքականությունը կտանի պատերազմի։ Դե փաստը կայանում է նրանում, որ վերջին 2 տարում հայտնի դեպքերից հետո ողբերգական ցավալի մեզ համար մասնավորապես 44 օրից հետո 23 թվականից հետո քաղաքացիական պայմանագիրը որպես կառավարող ուժ որոշակի առումով վերանայումներ արել իր վարած քաղաքականության մեջ, այդ թվում նաև միջազգային գործընկերների, այդ թվում նաև մեր հարևանների հետ, եւ մենք պնդում ենք, որ այն օրակարգը, որ մենք ենք տանում առաջ, հենց դա է իրական խաղաղության բերող օրակարգը, այլ ոչ թե այն օրակարգերը, որոնք որ մեր տարբեր մրցակիցներ կամ հակառակորդներն են տնդում։ Տեսեք, երկրորդ նախագահը մասնավորապես ինչ է ասում, ես բառացի չեմ մեջբերում, բայց ասացի բովանդակությունը կարծում եմ ճշգրիտ եմ վերաշարադրում, այն որ դուք մեղադրում եք խաղաղություն պատերազմ բերելու հեռանկարի մեջ մի ուժի, մի գործչի, որի պաշտոնավարման ժամանակաշրջանը եղել է ամենախաղաղ այդ 10 տարիներին, որևէ բան չի եղել ունիկ սահմաններին։ Իսկ այդ դուք, որ 7 տարի կառավարում եք եւ պատերազմ եք բերել, հիմա դուք ինչպես եք մեղադրում։ Նախ եւ առաջ այդ կասկածի տակ կդնեմ այդ 10 տարվա խաղաղությունը, այդ խաղաղությունը այդ թվում նաեւ պետքա շակերտավոր խաղաղությունը ֆիքսել թե ինչի հաշվին էր, բայց եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոն զբաղեցրած ձեր մատնանշած անձը, այն անձն է, որ Եվրոպաներում հայտարարում է, որ հայերը եւ ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են։ Հիմա կներեք, դա խաղաղության մասին է խոսում, թե գենետիկորեն անհամատեղելի լինելը խոսում է ընդմիշտ իրար հետ հակամարտելու մասին։ Քաղաքացիական պայմանագիր հուսակցության կառավարման ժամանակ այո, մենք ունեցել ենք պատերազմ, մենք ունեցել ենք 44 օրյա պատերազմը, այդ թվում նաև կրկնվեմ մենք ունեցել ենք 2023 թվականի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթաց, որը ոչ թե մենք բերել ենք, այլ մենք կրել ենք տասնյակ տարիների վարած Հայաստանը հերկավարած հերկավարների եւ քաղաքական ուժերի հետևանքը։ Եվ
վերանայելով այդ տասնյակ տարիների վարած մեր սխալ քաղաքականությունը, մենք քաղաքական կուրսը փոխում ենք, այլ օրակարգ ենք առաջարկում մեր հանրությանը, միջազգային հանրությանը, մեր հարևաններին եւ կրկնվեն փաստը, որ այդ օրակարգը արդյունավետ է եւ այդ արդյունավետության մասին խոսում են վերջին 2 տարվա իրադարձությունները, հիմնականում եւ մասնավորապես նաեւ մեր հարևանների, այդ թվում նաեւ ում մենք տասնյակ տարիներ շարունակ հակամարտել ենք իր հետ հարաբերությունները, որոնք որ կան ներկայումս։ Մենք անդադար եւ շարունակաբար խոսում ենք պատերազմի եւ խաղաղության մասին եւ սա կապում ենք ընտրությունների հետ։ Վերջը պատերազմի կամ խաղաղության հարցը ընտրությունները եւ ընտրողները որոշում ավելի շատ եւ ավելի շուտ, թե արտաքին դերակատարները։ Տվյալ պարագայում իրականում իհարկե նաեւ ընտրողների վրա էլ կա որոշակի պատասխանատվության մասնաբաժին, որովհետեւ այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետությունում մեր պայմանական հակառակորդները կամ մրցակիցները, ես միանշանակ պնդում եմ, որ այնպես չէ, որ ղեկավարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Միանշանակ աշխարհի տարբեր ուժային կենտրոններ ունեն իրանց այստեղ շահերը եւ պատերազմները այնուամենայնիվ կախված չեն մեկ գործոնից, կախված չեն ընտրողից, կախված չեն Հայաստանի Հանրապետության բացառապես իշխանությունների վարած օրակարգերից, կախված են տարբեր երկրների, տարբեր ուժային կենտրոնների շահերից, այդ շահերը ուղղակի պետք է ճիշտ համադրել, այդ շահերի կոնտեքստում ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի պատերազմի ռիսկը եղած հնարավորինս մինիմալ լինի, հնարավորինս զսպելի լինի եւ կրկնվեմ ներկայումս այն գործընթացները, որոնք որ Հայաստանի Հանրապետության կառավարող ուժը վարում է, տանում են հաղորդությունը այլ ավելի ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհով։ Շատ լավ, հիմա մենք ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր եւ այդ պայմանագրում դուք միայն եւ միայն հնարավորություններ եք տեսնում խաղաղության, խաղաղամակեցության, թե նաեւ ռիսկեր կան այդտեղ։ Բուն պայմանագրում անձամբ ես տեսնում եմ մեծ հնարավորություններ եւ այդ թվում նաեւ պետք է ֆիքսել, որ այդ մեծ հնարավորությունները նաեւ տնտեսական առումով է մեծ հնարավորություններ, որովհետեւ դա բերելու է այդ թվում բոլորիս հայտնի թրիպի շրջանակում մեր համագործակցության թե այլ երկրների հետ, թե հարևան երկրների հետ եւ դա միանշանակ Հայաստանի Հանրապետության համար լրջագույն տնտեսական հանգույց դառնալու հնարավորություն է, հաշվի առնելով նաեւ ներկայումս անգամ տարածաշրջանում տարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունները եւ մեծամասամբ այդտեղ միանշանակ հնարավորությունները ավելի շատ են։ Ինչու եք մերժում, այսինքն մերժում եք դուք երաշխավորների ինստիտուտը ընդհանրապես, թե չեք մերժում։ Եվ ընդհանրապես առանց երաշխավորների կայուն երկարատև խաղաղություն հնարավոր է, թե հնարավոր չէ։ Առանց երաշխավորների միանշանակ կայուն երկարատև խաղաղություն հնարավոր է։ Ես ուզում նաև որոշակի առումով ֆիքսենք, որ մեր ու մասնավորապես Ադրբեջանի Հանրապետության այս դիսկուրսը, որը որ սկսվել է, հիմնականում արդյունավետ սկսել է դառնալ այն պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են իրար հետ փոխհարաբերվել ուղիղ, առանց միջնորդների։ Եվ դա շատ ավելի արդյունավետ է, սա փաստ է ուղղակի, շատ ավելի արդյունավետ է, քան թե միջնորդներով։ Հայաստանի Հանրապետության խաղաղության ընդհանրապես եւ անվտանգության հիմնական երաշխավորը պետք է առաջներ լինի Հայաստանի Հանրապետությունը, բայց ես օրինակ որևիցե խնդիր չեմ տեսնի, եթե լինեն այլ սուբյեկտներ, որոնք որ կուզեն նաեւ որոշակի առումով եւ մեզ այդ մի քիչ տենց կոպիտ արտադրում, ցեմենտել այդ գործընթացը այլ ավելի շատ, բայց դե այդտեղ իհարկե պետք է նաև հասկանալ, թե ովքեր են այդ սուբյեկտները եւ ինչ շահեր են հետապնդում։ Արցախի արցախցիների հարցը շարունակելու է մնալ որպես շատ կարևոր կամ գուցե վճռորոշ գործոն Հայաստանի ներքաղաքական զարգացումներում եւ ընտրական գործընթացներում։ Փոքր դատարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության վարչության անդամ եւ ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Վիլեն Գաբրիելյանի հետ։ Մենք խոսում ենք ընտրական գործընթացների, նախընտրական գործընթացների մասին եւ հասանք նորից Արցախի եւ արցախցիների հարցին։ Արդյոք կարծում եք, որ այս հարցը մեր քաղաքական կյանքում եւ ընտրական գործընթացում շարունակելու է շատ կարեւոր կամ գուցե վճռորոշ նշանակություն ունենալ։ Իրականում Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետությունում տասնյակ տարիներ
օգտագործվել է հենց եւ հիմնականում էլի փաստացի օգտագործվել է նախորդ ռեժիմի կողմից մշտապես իշխանության մնալու որպես գործիք հենց այդպես, ոչ թե քաղաքական գործիք, այլ հենց գործիք կոնկրետ Հարաբաղցիների հարցը Հայաստանի Հանրապետությունում հաշվի առնելով այն ստեղծված իրավիճակը, որը որ ունենք, իհարկե որոշակի առումով, ներքաղաքական առումով գործոն է, բայց այնուամենայնիվ մեր Ղարաբաղի քույր եւ երեխաների բռնի տեղահանված ես միանշանակ պնդում եմ, որ չի կարելի sense մի արշինով բոլորին չափել էլի, դա մարդկանց տասնյակ հազարավոր մարդկանց մեջ շրջանական այդտեղ տարբեր մարդիկ կան, իրենք տարբեր հոգսեր ունեն, տարբեր հարցեր ունեն, այդ թվում նաև սոցիալական հարցեր բազմաթիվ, որը որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է պարտավոր է եւ զբաղվում է բավարարեք համարում այնինչ կատարում է Արցախից եկած հայերի խնդիրները լուծելու համար սոցիալական, տնտեսական, այն ներուժը, որը որ ներդնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանշանակ շատ մեծ է, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ մենք միշտ կկարողանանք ասել, որ դա բավարար է, որովհետև այնուամենայնիվ, որովհետև դա գործընթաց է, հասկանում ենք, չէ, որ մարդիկ տասնյակ տարիներ ապրել են մի վայրում, ստեղծել են, արարել են, սեփական տուն ունեին, հիմա այս պատմությամբ չունեն, այսինքն դա երկարատև գործընթաց է, գործընթացով պետք է աշխատել։ Հիմա կառավարությունը ծրագրեր ունի, բայց ես օրինակ Հարաբաղից բազմաթիվ ընկերներ ունեմ, բարեկամներ ունեմ, որոնց հետ շփվելիս իրանք էլ բարձրաձայնում են, որքան խնդիրներ կա, խութեր կան որոշակի, բայց այդ շփումը կա, կոմունիկացիան կա, այսինքն ես ինքս այդ տեղեկատվությունը հավաքում եմ եւ փոխանցում եմ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին, որպեսզի իրենք հնարավորինս լավ իմանան։ Բարձր չէ, որ ծրագիրը, երբ որ դու իրագործում ես, բնական բան կարա լինի, որ այդ ծրագիրը կարա տարբեր խնդիրներ ունենա, որը որ թղթի վրա ինքը մի տեսք ունենա, բայց պրակտիկայի մեջ իրան իրագործելիս կարա ունես խութ լինի, որ այդ բան մտքովը չանցնել էլի իրականում, եւ այնուամենայնիվ Հարաբաղի մեր հայրենակիցների որպես գործոն Հայաստանի Հանրապետություն նախընտրական շրջանում միանշանակ կարևոր է, բայց առանցքային այն տեսանկյունից, որ Հարաբաղի մեր քաղաքացիները պետք է ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ստանան ընտրելու իրավունք եւ այդ իրավունքը Հայաստանի Հանրապետությունում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով իրացնեն։ Այսինքն Ղարաբաղցիների վերադարձի իրավունքի հարցը սա իրատեսական սցենար չէ եւ նույնիսկ վտանգավոր է համարում, թե չէ։ Կառավարող ուժի ըստեյության իր համար այդ էջը փակել է վերադարձի, բայց ես հասկանում եմ այդ հարցը ինչի համար եք տալի, քանի որ մեր քաղաքական մրցակիցները այդ չգիտես ինչու հիշել են վերադարձի թեման, իրական սցենարի հույսի վաճառք։ Դե այդ էլ երևի ձեր ասացի կոնտեքստում է, էլի Ղարաբաղի հարցը արդյոք Հայաստանի Հանրապետությունում որպես քաղաքական գործիք օգտագործվել է, միանշանակ օգտագործվում է, որովհետև ասենք մեր պայմանական հակառակորդները մեկու մեջ են հիշում Հարաբաղի մասին, ինչ որ իրավիճակում հիշում են, հետո մի քիչ մոռանում են, հետո էլ են հիշում հիմա նախընտրական շրջանը ամենայն հավանականությամբ հիշել են եւ այդ տեսանկյունից առաջնային իրենք ունեն այդ հարցին պատասխանելու վերադարձի իրավունք ասելով տեխնիկական առումով, մեխանիկական առումով ինչ են իրենք հասկանում դրա տակ։ Իսկ ընդհանրապես ձեր կարծիքով ոչ միայն կուսակցության, դա տեսական հարթության մեջ հնարավոր սցենար է, թե սա հույսի վաճառք է, երբ որ խոսում են։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, տեսական հարթության մեջ հնարավոր սցենարի վերաբերյալ մենք կկարողանանք քննարկել այն ժամանակ, երբ որ մանրամասնենք վերադարձի իրավունք ասելով ինչ ենք հասկանում։ Մենք հասկանում ենք վերադարձ դեպի Լեռնային Ղարաբաղ եղած կարգավիճակում միանշանակ դա անհնարին է։ Թե մենք հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակում, դա ուրիշ իրավիճակ է բոլորովին, բայց ինչ վերաբերվում է վերադարձի իրավունքին այն տեսանկյունից, որ վերադառնանք եղած իրավիճակին, որը որ տասնյակ տարիներ շարունակ մենք ունեցել ենք Ադրբեջանի Հանրապետության հետ, ապա մեզ համար դա բացառված է։ Քիչ առաջ խոսում ենք այն մասին, որ
Ղարաբաղից եկած հայերի խնդիրները լուծելու համար կառավարությունը աշխատում է որոշակի ծրագրեր, որոշակի քայլեր, դե կառավարության քաղաքական պաշտոններում հիմնականում կառավարող կուսակցության ներկայացուցիչ, այսինքն որոշակի շփումներ կա, որոշակի իսկ կա այդ շփումներից տպավորություն կամ ուսումնասիրությունների արդյունքներ Ղարաբաղից եկած մեր հայրենակիցների որ մասն է, որ ընդունել է Հայաստանի քաղաքացիություն, համաձայն է ձեր վարած քաղաքականության հետ, անիրատեսական, այսպես պատրանքներով չի տարապում եւ ձեր կողմնակիցն է կոպիտ ասած, եւ որ մասն է, որ մետրոյում հայտնի դարձած կնոջ դիրքավորման շրջանակներում են։ Մետրոյի միջադեպի հետ կապված կարծում եմ տիկնոջ մասով ես դժվարանամ իհարկե ասեմ հստակ, որովհետեւ այնուամենայնիվ դա մի քիչ բարդ ուսումնասիրություն է, որտեղ դա կոնկրետ մարդկանց շրջանակի մասին է, բայց ես ձեզ օրինակ կարամ ասեմ հետեւյալը, որ քաղաքացիություն ստանալու մասով ես թիվ հիմա չեմ կարող ասել, եթե ես չեմ սխալվում, անցած տարի այդ թիվը մոտավորապես 15000-ի մոտ է եղել, բայց ինքը գնալով ավելանում է, այնուամենայնիվ Ղարաբաղի մեր հայրենակիցները հասկանում են, որ եթե իրենք իրենց կյանքը կապում են Հայաստանի Հանրապետության հետ, ապա միանշանակ քաղաքացիություն ստանալը դա առաջնային խնդիր է ու դրական գործընթաց կա այդ տեսանկյունից, ինչ վերաբերում է շրջանակների մեջ ով է մեր կողմնակիցը, ով մեր կողմնակիցը չի, հիմա ես պայմանական ձեզ ասեմ, իմ շրջապատում ենթադրենք էլի, բայց կդժվարանամ այդտեղ ասեմ այդ իմ եղած շրջապատից ով է Հայաստանի Հանրապետության ներկայումս քաղաքացի, ով չէ, էլի։ Ну պայմանական ասեմ 10-ից 3-ը, պայմանական ասենք, եւ այդ 3-ի շրջանակում եթե խոսենք թե ով է մեր կողմնակիցը, ով չէ, ես միանշանակ կպնդեմ, որ այդ 3-ից մեկը միանշանակ մեր կողմնակիցն է, որովհետեւ այնուամենայնիվ տեսնում է կատարվող աշխատանք իր թերություններով հանդերձ, իր բացթողումներով հանդերձ, բայց միաժամանակ նաև ինքը գիտի, որ ինքը լսելի է, ինքը չի կարող լսելի չլինել, օրինակ այսօր մի Ղարաբաղից մի ընկեր ունեմ, մի սոցիալական նախագիծ ունի, որ ինքը աշխատում է այդ գործընթացում, բայց դե պետական համակարգը դանդաղ է ամեն դեպքում ու այսօր իմ աջակցություններ խնդրել, որպեսզի ես փորձեմ կոմունիկացիաները մի քիչ ավելի արագընթաց դարձնեմ, որովհետև բավականին լավ պրոյեկտ է, սոցիալական պրոյեկտ է մեր Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որը այդ թվում նաև կապված է թե սեփական տուն ունենալու հետ, թե ինքն ինքնից ագրոսոցիալական պրոյեկտ է, շատ լավ գյուղատնտեսական պրոյեկտ է, բայց էլիս թե խնդիր եմ նկարագրում ձեզ, ինքը աշխատում է որպես անհատ, որպես մասնավոր աշխատում է, որ պրոյեկտը տանի առաջ, բայց պետական ապարատը մի քիչ խոշոր է, ինքը մի քիչ դանդաղ է, մի քիչ բյուրոկրատիա կա, մի քիչ թղթաբանություն կա, ինչը որ մի կողմից իհարկե լավ չի, բայց մի կողմից բնական է, մենք ամեն դեպքում ճանապարհը շարժվում ենք եւ զարգանում ենք անդադար, ուղղակի պետք է այդ աշխատանքում հետեւողական լինել։ Շատ լավ։ Ընտրություններում ձեր հիմնական մրցակիցը, ձեզ պայմանականորեն անվանեմ Իրական Հայաստան, Իրական Հայաստանի հիմնական մրցակիցը Հայաստան, Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, թե մեկ այլ Հայաստան։ Դե իրականում հիմնական մրցակից ասելով ես եթե շատ անկեղծ ասեմ, մեր հիմնական մրցակիցը հենց մենք ենք։ Այսինքն օրինակ այսօրվա օրով եթե վերցնենք, եթե մենք դադարենք աշխատել, եթե մենք դադարենք այլ ավելի շատ ջանք ներդրել, փորձել այլ ավելի արդյունավետ աշխատել, որպեսզի մեր ժողովուրդը, մեր հանրությունը այլ ավելի լավ կարողանան ապրել, այլ ավելի ապահով կարողանալ ապրել, այդ տեսանկյունից ենք առաջի մրցակիցը մենք, բայց մենք այդ սխալը չենք գործի։ Ինչ վերաբերում է քաղաքական սուբյեկտներին, ձեր մատնանշած իրենք տարբեր շանսեր ունեն, բայց դրա համար հիմնականն եմ ասում։ տարբեր շանսեր ունեն, տենց պայմանական առումով այդտեղ որպես այդպեսին, որ ասեմ այս մի ուժը մեր կոնկրետ առաջին մրցակիցն է, այստեղ չեմ տեսնում։ Ակտիվության առումով այս պահին կարծես թե Ուժեղ Հայաստանն ավելի ակտիվ է եւ հանդիպումներ, չգիտեմ, ռեսուրսներ, ամեն ինչ, եւ տնտեսական եւ անվտանգային։ Այ քանի որ դա ասում եք, մի քանի բան խնդրում եմ թույլ տվեք, մասնավորապես Ուժեղ Հայաստանի մասով ասեմ, նախ այստեղ այդ ուժեղի թեմայով ես ինքս տենց
Ստենք հոգեբանական խնդիր կա էլի իրականում եւ կարծում եմ հոգեբանները ավելի լավ գնահատական կտան թե ինչ ասել է ուժեղ Հայաստան եւ թե ինչ ասել է համեմատության մեջ քաղաքական պայքարում այդ ուժեղ բառը դնելը, բայց շատ լավ մատնանշեցիք ֆինանսական մեծ ռեսուրսը, որովհետեւ մեր մրցակիցները քաղաքական, որոնք որ կան քաղաքական դաշտում եւ պայմանականորեն համարվում են մեր հիմնական մրցակիցները, ինձ համար ակնհայտ է եւ աներկբար է, որ իրենք քաղաքական գործընթացը կապում են բացարձակապես ֆինանսական ռեսուրսի հետ։ Չէ, ինչու միայն ֆինանս։ Նախընտրությունները ընդհանրապես փող են աշխարհի ցանկացած երկրում։ Միանշանակ ֆինանսական ռեսուրսը քաղաքական գործընթացի մեջ շատ կարևոր է, բայց ելի եմ ասում, բայց շատ ավելի կարևոր է քաղաքական բովանդակությունը, քաղաքական կարգերը, ծրագրերը, նույն ուժը Հայաստանի մասով։ Հիմա ի վերջո ով է ուժը Հայաստանի վարչապետի տեխնացուն։ Վարչապետի տեխնացուն ուժը Հայաստանի, եթե ենթադրում ենք, որ Սամվել Կարապետյանն է, չի կարող։ Ենթադրվողն է իրենք հայտարարում են Սամվել։ Դե շատ բան կարան հայտարարեն, բայց չի կարող լինել ըստ Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենքի, բայց ուզում մի կարևոր շեշտադրում անել այդ տեսանկյունից։ Ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունում շատ-շատերը այդ բանը չեն ֆիքսել։ Մեր վարչապետի տեխնացուն պայմանական, եթե ենթադրենք քաղաքացիության հարցը լուծվում է, ինչ որ ենթադրյալ ձևով այդ մարդուն, լինելու է մարդը, որը որ 18 թվականից սանկցիոն ցուցակներում է, որ սանկցիոն ցուցակներում ԱՄՆ-ի կողմից սանկցիոն ցուցակներում է, որը որ Ֆրանսիայի կառավարության հետ փաստացի գտնվում է դատական Ֆրանսիային ճիշտ ասած դատական գործընթացի մեջ կապված են հայտնի վիլայի հետ, որը բայց Միացյալ Նահանգներում էլ է։ Իհարկե 2018 թվականին է եղել, 2022 թվականին է նորից հայտնվել է ցուցակներում, այդ թվում Ուկրաինայի կողմից է նաև որոշակի սանկցիոն ցուցակ, այսինքն մենք ենթադրում ենք, որ մեր հանրապետության վարչապետը պետք է լինի մարդ, որը որ էլի ասում եմ քաղաքացիության հարցը մի կողմի վրա եմ դնում, ասենք որը որ սանկցիոն ցուցակներում է, որ տրամաբանությունից ելնելով պետք է մեր քաղաքացիները Սամվել Կարապետյանին ընտրեն որպես վարչապետի տեխնացու։ Դե տրամաբանություն գոյություն չունի ընդհանրապես, եւ ելի եմ ասում նախընտրական գործընթացում, ընտրական գործընթացում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնական մրցակիցը հենց մենք ենք։ Մենք պետք է ել ավելի լավ աշխատենք, ել ավելի մեծ ջանք ներդնենք, որովհետև մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ խաղաղ։ Մի քանի անտիմադիր բևեռների մասին ենք մենք հիմնականում խոսում, չնայած էլի ուժեր կան, դեռ հանդիպումներ են, մի խոսքով դեռ հայտարարում են, որ մասնակցելու են եւ այլն եւ այլն։ Կարծում եք այս ուժերը իրար մրցակից են նաեւ այս ընտրություններում, թե ապագա գործընկեր։ Ես կարծում եմ իրանք իմ կարծիքով, իրանք թե ընտրական գործընթացում են իրար մրցակից, թե ընտրական գործընթացից հետո են մնալու իրար մրցակից։ Իմ կարծիքը դա է, չնայած այնուամենայնիվ ես գրեթե կասկած չունեմ, որ յուրաքանչյուր ուժերից յուրաքանչյուրը, որը որ կա, եւ մասնավորապես այդ Հայաստանի շրջանակում անուններով էլի, այսինքն ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, ինձ համար միանշանակ որ այդ բոլոր ուժերը այնուամենայնիվ նախընտրական գործընթացի մեջ, քաղաքական գործընթացի մեջ չեն մտել բացառապես իրենց ցանկությամբ։ Ինձ համար միանշանակ է, որ իրենք դրդվում են, այդ թվում նաև այլ ուժային կենտրոններից։ Քիչ առաջ դուք շոուի տարի մասին խոսեցիք, ես խոստացա, որ դրան կանդրադառնանք, այս ինչ շոու է կատարվում ընտրական նախընտրական գործընթացներում, ձեզ մեղադրում են այդ հարցում ոչ թե շոու անելու, այլ ընտրական գործընթացը, նախընտրական այս զարգացումները անլրջացնելու մեջ ընդունում եք այդպիսի մեղադրանք, թե չէ։ Ես չեմ ընդունում այդպիսի մեղադրանք, որ մենք անլրջացնում ենք նախընտրական գործընթացը։ Ամեն դեպքում նկատել են, որ նույնիսկ լուրջ հարցերի մասին դուք ասելով թիմը նկատում եք, երբեմն այսպես հումորային, թեթև սա մոտեցում է, այսինքն ինչ բոլոր հարցերի մասին ավելի հանրամատչելի եւ հումորային լեզվով խոսել, մի քիչ չափազանցված եմ ասում, թե կարծում եմ ցանկացած պարագայում ավելի հանրամատչելի խոսել շատ ավելի լավ է, քան անհանրամատչելի
խոսել, հումորային առումով որոշակի հա գուցե ինչ-որ պոզիտիվ Դե ասենք այդ ուժեղ թե թույլ այդ բանավեճի մեջ տեսնում չէ ինչքան է շոուի կամ հումորի։ Դե ախր այդտեղ խնդիրը իրականում այս մեր պայմանական մրցակցի մեջ է, էլի, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաստատ գիտեն թե ով է ուժեղ եւ ով է թույլը, այդ թվում նաեւ զուտ վերցնենք մեր քաղաքական ուժը, էլի, այս վերջին 8 տարվա ընթացքում հələ տեսեք ինչ ճանապարհ ենք անցել, էլի։ Չեմ ասում միջև 18 թիվը, միջև 18 թիվը չենք խոսում, էլի։ Թե չէ որ միջև 18-ը խոսանք, դա ակնհայտ երևում է, թե ով է ուժեղ եւ ով է թույլ։ 18 թվից հետո էլի բազմաթիվ խնդիրների առջև է Հայաստանի Հանրապետությունը անցել։ Մեր քաղաքական թիմը հսկայական ճնշումների տակ է եղել, այդ թվում նաև հոգեբանական առումով, էլի հասկանում եք, ասենք դուք պատերազմական իրավիճակում եղել եք կառավարող ուժ, հետագայում այդ տարբեր քաղաքական турբուլենտ իրավիճակում, բայց այդ ընթացքում թիմը չի փլուզվել, հակառակը թիմը շատ ավելի կուռ է դառել, հիմա դա խոսում է ուժեղության մասին, թե թուլության մասին, իսկ ինչ վերաբերում է այս ընտրական գործընթացների անլուրջ դարձնելու, ինձ համար անլուրջի խնդիր չի։ Հա, մենք որոշակի առումով պոզիտիվ նոտա ենք մտցնում, որտեղ անձամբ ինձ համար հստակ է, որ ավելի լավ է այդ պոզիտիվ նոտաները լինեն նախընտրական գործընթացում, քան թե ատելության խոսք լինի, որը որ շատ ավելի մոտ է մեր քաղաքական մրցակիցներին, էլի, եւ ես ենթադրում եմ, որ դուք նկատի ունեք նաև Հայաստանը ղեկավարած կոնկրետ անձին, որը որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել է, եւ սենց ասեմ, ուրեմն ավելի լավ է սենց անլուրջ գործընթացով գնանք, մի քիչ ավելի հանրամատչելի գործընթացով գնանք այդ ընտրություններին, այդ ընտրությունները անցնենք այնպես, ինչպես որ քաղաքացիական պայմանագիրը ստանձնել է ընտրությունները կազմակերպելու առաքելությունը, քան մենք գնանք այնպիսի նախընտրական եւ ընտրական գործընթացում, երբ որ տասնյակ հարյուրավոր մարդկանց գլուխներ են ջարդվելու, բանտարկվելու են եւ ի վերջո ընտրությունները կեղծվելու են եւ մեկը հելնի եւ իրան հրճակի, որ ինքը ընտրված է։ Դուք ինչպիսի կանխատեսումներ ունեք պաշտոնական քարոզարշավի ընթացքի մասին, այդտեղ ավելի շատ կոշտություն կլինի, չգիտեմ, ուրիշ ավելի կոշտ բառեր չեմ ուզում օգտագործել, դա ավելի հանդարտ ընթացք եւ ինչ կանխատեսումներ ունեք ընտրությունների արդյունքների հիմա չնայած վաղ է, բայց այս պահի դրությամբ արդյոք այս պահի դրությամբ սահմանադրական մեծամասնություն ունենալը ռեալ իրատեսական սցենար է։ Մենք հնարավորինս ամեն ինչ անելու ենք մեր կողմից, որպեսզի ընտրական գործընթացը պաշտոնական քարոզչությունը անցնի հնարավորինս բարձր բարեկրթության մակարդակում, բայց դե ամեն դեպքում որոշակի առումով մենք բոլորս մարդ ենք, էմոցիոնալ ենք եւ մեր պայմանական մրցակիցները միշտ չէ որ կարողանում են պահել այդ թվում նաեւ էթիկայի կանոններ, առավել եւս երբ որ ուզում են ցույց տան, որ իրենք տենց ուժեղ են, էլի, մենք տենց ոյիններ տեսել ենք Հայաստանի Հանրապետությունում բազմիցս, ինչ վերաբերվում է ընտրությունների արդյունքին, մեր նպատակը մենք շատ հստակ հայտարարել ենք, սահմանադրական մեծամասնությունը, մենք դրան ուղղությամբ աշխատելու ենք, մենք դրան ձգտելու ենք, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են որոշում, թե ում են իրանք ընտրում ընտրությունների ժամանակ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այս ընտրությունները պարզապես իշխանությունների վերընտրության կամ իշխանությունների փոփոխության մասին չեն։ Սա ընտրություններ են իրականության եւ պատրանքների, ռիսկերի եւ հույսերի այսօրվա եւ ապագայի միջև, անցյալի եւ ապագայի միջև։ Եվ ամենակարևորը սա ընտրություն է, որի արդյունքները իրենց շատ երկար են զգացնել տալու եւ շատ կարեւոր է, որ ընտրություններում մենք լինենք լավ տեղեկացված, սառը հաշվարկներով եւ գիտակցված ընտրությամբ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Վիլեն Գաբրելյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, լավ մնացեք, կհանդիպենք։